Եկանը ուզում էր, որ արձագանքենք, խնդիր չկա, ճիշտ ասած չեմ ուզում ձեր հերոսը դառնամ, բայց ոնց կորոշեք։ Հարգելի պարոն Մանուկյան, ուրեմն մի քանի հարց, ես ընդհանրապես կուզեմ ձեր հետ իմ փորձով կիսվել, ես չգիտեմ դա ձեզ որքանով կհետաքրքրվի, բայց ինչը որ կասեմ, հավատացեք ընդհանրապես հեգնանք չի։ Սա եղբայրաբար եմ ասում։ Գոյություն ունի Դանին Կրուգերի էֆեկտը հայերեն, որ խնդրեմ կհիշացնեք։ Լավ, ուրեմն հայերեն է, եթե ասում եք հայերեն է։ Ես ինքս այդ դրանում միջով անցել եմ, որովհետև նույնպես ունեցել եմ տնտեսագիտական կրթություն, կիրառական մաթեմատիկայի կրթություն եմ ունեցել, որը հավատացեք ոչ բոլորին է հասանելի, այդպես է, որովհետև պետք է մաթեմատիկայից լավ գիտելիքներ ունենաս, եւ եղել եմ ավականու անդամ, ավելին ասեմ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ եմ եղել երկար տարիներ։ Եվ ես կխնդրեմ, որպեսզի դուք այդ Դանին Կրուգինի մասին կարդաք, ինքը հետեւյալի մասին է, որ գալիս է մի իրավիճակ, որ քեզ թվում է, որ դու ամեն ինչ գիտես։ Եվ դա սկզբնական փուլում է տեղի ունենում, մարդուն թվում է, որ ինքը եթե մի անգամ գնում է, չգիտեմ, ՓԲ եւ վերստում է տվյալներ եւ ամբիոնի մոտ ընդամենը 3-4 թիվ բազմապատկում է տեղում, մի հատ էլ պարոն Փամբուխչյանին ասում է թղթով, որ խնդրեմ կամփոփեք գումարեք, ինքը վերլուծություն արել է։ Իրականության մեջ, պարոն Մանուկյան, այդպես չի։ Եվ ես ձեզ ասեմ, որ ես որքան էլ ինձ համարում եմ, որ արդյունավետ ավականու անդամ եմ եղել, բայց երբ տեղափոխվեցի գործադիր մարմին, հասկացա, որ շատ ու շատ դետալներ կան, որոնք այս դահլիճից հասանելի չեն։ Ես սա ելի եմ ասում, չեմ հեգնում, ես սա մաքսիմալ անկեղծ եմ ձեզ ասում։ Եվ երբ տեղափոխվում ես գործադիր մարմին, հավատացեք, դա արդեն այլ աշխատանք է եւ բազմաթիվ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք բազմաթիվ գործոններ հաշվի չեք առնում, ուղղակի որովհետեւ չեք կարող հաշվի առնել օբյեկտիվորեն, որովհետև չեք տիրապետում եւ գործադիր մարմնում չեք։ Մի օր երբ որ ինքներդ այդ հնարավորությունը կունենաք, ես կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ ինչ-որ ժամանակահատված հետո նույնպես ինչ-որ մի ոլորտում ինքներդ ինչ-որ ռեֆորմ տանեք առաջ, համենայն դեպս կարծում եմ, որ այդ գիտելիքը ունեք։ Եվ ինչ վերաբերվում էր մանկապարտեզներին եւ մնացած մտահոգություններին, որ ասում եք տրանսպորտի հավաքագրման հետ կապված ունենք խնդիրներ, տրանսպորտի հավաքագրման հետ ունենք աճող դինամիկա, եւ ինչը սпасելի էր, մեր հիմա խնդիրը այնա, որ փաստացի այն ինչը որ մենք հավաքագրում ենք ճիշտ պրոյեկտենք ամբողջ տարվա համար եւ ըստ դրա ճիշտ հաշվարկենք ֆինանսական հոսքերը, այսինքն տեղում որոշակի ճշտումներ, եթե պետք է, իհարկե պետք է իրականացնենք, որովհետեւ այս ռեֆորմը իրոք շատ բարդ ռեֆորմ է եւ բազմաթիվ տարբեր գործոններ ի հայտ եկան եւ մանկապարտեզների մասով նշեմ, որ որևէ մանկապարտեզի շինարարություն, որևէ մանկապարտեզի բակի շինարարություն չի տուժել, բոլոր մանկապարտեզների մասով ֆինանսավորումը առկա է, ավելին ասեմ, որ մենք շարունակում ենք 15 բակերի, ուրեմն հիմնանորոգումը մանկապարտեզների, մենք շարունակում ենք մնացյալ 7 մանկապարտեզների հիմնանորոգումը եւ մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ 32 նոր մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը, որը շատ շուտով արդեն կմտնի գործնական փուլ։ Եվ խնդրում եմ նաեւ հետեւյալը հաշվի առնենք շատ կարճ, որ ձեր առջև կանգնած է մի մարդ եւ քաղաքական թիմ, որոնց ներքո է միայն մեկնարկել մանկապարտեզների հիմնանորոգումը եւ խնդրում եմ մեզ նման մտավախություններ չարտահայտել, որովհետեւ գործն է ցույց տալիս, որ մենք այդ ուղղությամբ իրական մեծ աշխատանք ենք անում։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ, պարոն Մանուկյան, ես մի փոքր արձագանքեմ ձեր նախադասության ինստիտուտի հարգանքի եւ ձեր նամակներին։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նամակի բովանդակությունը շատ կարևոր է եւ տեքստը
եւ եթե տեքստում պաշտոնական նամակի Երևանի ընտրված ավականու անդամի կողմից կրուտիտ կամ որոշակի այլ այսպես փողոցային բառեր է օգտագործվում, ես կարծում եմ, որ հենց անարգանքը սկսվում է այդտեղից, դիմումատուից եւ այդ նամակները միգուցե հենց արդարացիա, որ չունենան պատասխան։ Արշակ Սարգսյան։ Տիգրան Ավինյանը լավ կներ, որ ինքն էլ լսեր, բայց Երևանցիների շրջանում դժգոհության ալիք է բարձրանում չհիմնավորված թանկացումները։ Մինչև 2025 թվականը աղբանության ծառայության համար քաղաքացիները վճարում էին 200 դրամ, ըստ տվյալ բնակարանում կամ տանը ապրող անձանց քանակի։ 2025 թվականից քաղաքացիական պայմանագրի շնորհիվ այն հաշվարկվում է ըստ բնակարանի մակերեսի 1 քառակուսի մետրի դիմաց 13 դրամ։ Քաղաքացիական պայմանագիր աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա գիտություն ընդունեք։ Դա էր պատճառը, որ աղբանության վարձը բնակարանում փաստացի բնակվողների թվով էր հաշվարկվում։ Աղբանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի՝ թանկացնել այդ ծառայությունը։ Գնագոյացման հաշվարկման այս մեթոդն ուղղակի անընդունելի է եւ ոչ հիմնավոր։ Այս ամենն ունի մեկ նպատակ՝ նորից թանկացնել քաղաքացիների կյանքը։ Ոլորտում խնդիրները մշտական են, իսկ լուծումները ժամանակավոր։ Հանրապետությունում առկա են բազում աղբավայրեր, այդ թվում մայրաքաղաքում, որոնք չեն համապատասխանում միջազգային քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին։ Դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են։ Մեր երկրում գործող աղբավայրերում չկա ստորգետնյա ջրերի եւ արտանետվող գազերի վերահսկողություն։ Աղբավայրերը հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ եւ սանիտարական ստանդարտներին եւ շահագործվում են չհամակարգված։ Քաղաքային իշխանությունը թանկացումների մասին խոսելիս երբևէ հիմնավոր չբարձրաձայնեց, թե աղբանության թանկացումը ինչ խնդիր պետք է լուծի, ոլորտում ինչպիսի բարեփոխում պետք է արվի։ Ինչպես առանց նոր ավտոկայանատեղիների կառուցման, ոլորտի բարելավման, քողի ներքո կարմիր կետագծերի շեշտակի թանկացում արեցիք, այնպես էլ երևանցիները չտեսան ոչ մի տեսանելի բարեփոխում աղբահանության ոլորտում։ Աղբահանության եւ սանիտարական հիմնարկի աշխատանքների բողոքների վերաբերյալ իմ հարցմանը պատասխանել եք, որ Active Citizen հավելվածով եւ Malbri համակարգով 24 թվականին ստացվել է 3190 բողոք, որում չէիք ներառել սկզբում թեժգծի միջոցով ստացված բողոքները։ Այնիշ գործակարգավարականների ժամանակ զեկուցվում է թեժգծի բողոքների շաբաթական առնվազն 40 բողոքի մասին, որը ենթադրում է, որ տարեկան գրեթե 5000 բողոք է գրանցվել հիմնարկի աշխատանքների ընդհանուր թերացումների վերաբերյալ բոլոր հարթակները միասին։ Բացի սա, ձեր համակարգերը թույլ չեն տալիս առանձնացնել բողոքի հայտերը ըստ վարչական շրջանների, ինչպես պատասխանել եք իմ հարցմանը։ Հիմա եթե դուք չեք կարողանում հիմնարկում ապահովել տարական մոնիտորինգ, ինչպես եք պատկերացնում պլանավորել եւ կառավարել այդ խնդիրները։ Սա ուղղակի թանկացման հերթական շղթա է, որը բերել է քաղաքային իշխանությանը քաղաքացիական պայմանագիրը։ Իզաբելլա Աբգարյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, սա էլ որ երրորդ անգամ քաղաքացիական պայմանագիրը բերում է նախագիծ, որը ըստ էության ապացույց է այն բանի, որ նախագծերը կազմվում են սխալ եւ նախորոք չի իրականացվում կարիքների գնահատում։ Այնինչ ցանկացած նոր պրոդուկտ արտադրելու համար պարզ է եւ մատուցելու համար նոր ծառայություն առաջին բանը, որ պետք է արվի հենց կարիքների գնահատումն է։ Մեզ մոտ ամեն ինչ թարս է։ Սկզբում նախագիծը